Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, երկրորդ ընթերցմամբ քննարկում ենք մի փաթեթ, որով կրթության ոլորտում նախատեսում ենք սահմանել մեկ լիազոր մարմին, իդեմս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, եւ սա նշանակում է, որ մեր հանրակրթական ուսումնական հաստատությունները փուլային տրամաբանությամբ կունենան մեկ լիազոր մարմին եւ այս պարագայում կկարողանանք ապահովել առավել հարթ եւ միասնական քաղաքականության իրականացումը։ Այս մասին արդեն առիթ ունեցել ենք խոսել առաջին ընթերցման ժամանակ, բովանդակության վրա այդ իմաստով չեմ կենտրոնանա։ Երկրորդ ընթերցումից առաջ ունեցել ենք մի շարք առաջարկներ, որոնք հիմնականում կառավարության ուրեմն մասնակցությամբ են եղել եւ ունեցել են խմբագրական բնույթ։ Բացի դրանից ունեցել ենք համագործակցության ուրեմն հնարավորություն եւ պարոն Բաբայանը, Նարեկ Բաբայանը ներկայացրել է երկու առաջարկներ, որոնք տեղ են գտել այժմ ներկայացված նախագծում եւ ձեր թույլտվությամբ ես 1-2 շեշտադրմամբ ներկայացնեմ հենց այդ փոփոխությունները, մասնավորապես կարեւոր եմ համարում, որ երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակում մենք հստակեցրել ենք մանկավարժական աշխատողի սահմանումը, սրանով մի շատ կարեւոր խնդիր ենք լուծում, որպեսզի այն մասնագիտացված հաստատությունները, որոնք սերտորեն փոխկապված են կրթական եւ մանկավարժական գործունեության հետ, ինչպիսին օրինակ կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնն է, որպեսզի այստեղ աշխատանքային ստաժը նույնպես համարվի մանկավարժական ստաժ եւ մանկավարժական աշխատող դիտարկվեն մարդիկ, որտեղ եթե նրանք զբաղվում են հանրակրթության մեթոդների գնահատման գործիքակազմերի մշակմամբ, ակնհայտ է, որ այդ աշխատանքը պետք է դիտարկվի եւ նրանք պետք է դիտարկվեն իբրև մանկավարժական աշխատողներ։ Ինչպես նաև պարոն Բաբայանի առաջարկով կարևոր կարգավորում է տրվում դպրոցների անվանակոչության ընթացակարգի կարգավորման համար եւ մասնավորապես նախատեսում ենք, որ անվանակոչության գործընթացը կվերսկսենք այն իրավական ակտի ընդունումից հետո, որով կսահմանվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկերը։ Սա հատկապես ակտուալ է հիմա, երբ որ մենք գիտեք ունենք կրթահամալիրների մեծ ծրագիր եւ տարբեր դպրոցներ վերանվանվելու են կրթահամալիրներ, տեղի են ունենալու նաև մի շարք այլ փոփոխություններ, այդ իսկ պատճառով նպատակարար են գտնում, որպեսզի առանձին անվանակոչության որոշումներ չտանենք եւ միասնական ցանկի հաստատումից հետո անդրադառնանք դպրոցների անվանակոչությանը։ Եվ եւս մեկ կարևոր բովանդակային փոփոխությունն այն է, որ մենք ճկունություն ենք տալիս նաև դպրոցում աշխատանքի հնարավորություն ընձեռելով տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ կամավոր ատեստավորված անձանց համար, ասեմ, որ այսպիսի դեպքեր ունենում ենք, որ մարդիկ ունեն հարակից մասնագիտության բարձրագույն կրթություն եւ անցել են կամավոր ատեստավորում եւ այս պարագայում առարկայական գիտելիքի իմացության մակարդակը հավաստված է եւ եթե այս անձինք կարողանան նաեւ մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական ապահովող առնվազն 30 կրեդիտի ծրագիրն էլ անցնել, ապա կկարողանան աշխատել մեր դպրոցներում։ Ըստ էության մյուս փոփոխությունները խմբագրական են եւ այդ իմաստով երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը շատ ավելի լավարկված է եւ ամբողջական է։ Շնորհակալություն։